Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք այսօրվա ասուլիսին։ Ինչպես արդեն ասել ենք, այսօրվա ասուլիսը նվիրված է լինելու Եվրոպայի օրվան, այս տարվա տոնակատարություններին եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Մեր բանախոսներն են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տիկին Անդրեա Վիկտորինը, Հայաստանի փոխարտգործնախարար Պարուր Հովհաննիսյանը եւ Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սենսենը։ Նրանք կունենան կարճ հայտարարություններ եւ իրենց կարճ հայտարարություններից հետո արդեն հարցը պատասխանի հնարավորություն կընձեռվի։ Մենք այստեղ ունենք հատուկ դրված բարձրախոս ձեզ համար, խնդրում եմ կմոտենաք այդտեղ եւ զգուշացնեմ, որ մեր մամուլի ասուլիսը տևելու է մինչեւ 11:45։ Շնորհակալություն, հիմա խոսքը կփոխանցեմ արդեն Տիկին Վիկտորինին։ Thank you so much. Շատ շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ այս հրաշալի դահլիճում հնարավորություն ունելով խոսելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին եւ Եվրոպայի օրվա մասին։ Ինձ համար սա վերջին Եվրոպայի օրն է Հայաստանում, հետեւաբար առանձնահատուկ նշանակություն ունի։ Նաեւ հետ եմ նայում, փորձում հիշել, թե 4 օրի ընթացքում ինչ ենք արել եւ կարող ենք վստահաբար ասել, որ հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են եւ նոր ձևաչափում, խոսքս վերաբերում է երկխոսությանը, որ տեղի ունեն անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ համագործակցության առումով, որովհետեւ մենք իսկապես այս պահին ընդլայնում ենք համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով, մասնավորապես կենտրոնանալով կանաչ անցման վրա, ինչպես բոլորդ էլ տեղյակ եք եւ մեծ հպարտությամբ պետք է արձանագրեմ, շատ կարեւոր էին մեր համատեղ ջանքերը որպես եվրոպական թիմի նախաձեռնություն Սյունիքում 55 միլիոն գալիք 5 տարիների համար կարծում եմ որպես այդպիսին հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին եւ աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Սա չափազանց կարեւոր է, որովհետև երբ մտածում ենք Եվրոպայի օրվա մասին, ապա դա մեզ համար տոնական օր է, մենք այդ օրը նշում ենք առաջընթացը, որն ապահովել ենք, մենք շատ շնորհակալ ենք իհարկե, որ միավորվել ենք Եվրոպայում այս չափազանց մարտահրավերներով լի ժամանակահատվածում ռուսական ագրեսիայով Ուկրաինայի դեմ վերջինս էլի դեպ մեզ դարձրել է էլ ավելի միասնական եւ մենք էլ պատրաստ ենք իհարկե պայքարելու մեր ընդհանուր արժեքների համար ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության եւ իհարկե այդ ուղեցույցով շարժվում ենք առաջ նաեւ Հայաստանում այստեղ էլ նախաձեռնելու աջակցել ենք բարեփոխումների գործընթացին վերջինս համակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ ինչպես ասվել է բազմիցս հայ պաշտոնյաների կողմից այն հիմնված է Եվրամիության հետ կնքված գործընկերության համաձայնագրի վրա ընդլայնված եւ գործընկերության համաձայնագրի մասին է խոսքը առաջընթաց ապահովվել է նաեւ բավականին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում նախ եւ առաջ COVID-ը, հետո պատերազմ, հետո արտահայտություններ եւ մինչ օրս բավականին լարված իրավիճակ է միջազգային սահմանին այս պահին էլ եւ իհարկե ես պետք է օգտվեմ այս հնարավորությունից եւ ցավակցանքս հայտնեմ այն մարդկանց, ովքեր հարազատներ են կորցրել եւ իհարկե մաղթել առողջություն վիրավորվածներին։ Երեկ էլ մեկ օր անց փաստացիորեն երեք տեղի ունեցավ հանդիպումը վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիևի միջև եւ մեկ օր անց փաստացիորեն եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ Եվրամիությունը հանձնառու պատրաստ է Հայաստանին աջակցելու եւ Ադրբեջանին, մասնավորապես խաղաղ, խարատև լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղություն է իհարկե ապահովում, այլև երաշխավորի կայունություն եւ աճ այս տարածաշրջանում, ինչը մեծապես ներազդված է եղել վերջին տարիների ընթացքում։ Այսքանով թույլ տվեք կանգ առնել եւ նշել, որ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալություն։